Ինչ կարելի է սրանցից սպասել։ Լավ բան հնարավոր է սպասել։ Կոկոլից իր կամանդից հնարավոր է բացարձակ սրանցից լավ բան չեն տեսնելու։ Ընդհանրապես։ Արարատի պատկերի հետ։ Որովհետև թուրքը ոնց չտեսնում է ինքը տենց կզում է։ Այդ տենց էլ կարաս ցույց տաս։ Կարող է չասի, կարող է ճշում գործադրի, հնարավոր է էլի բոլոր դեպքում, բայց թե չի կարելի զոհաբերել ոչ մի բան հանուն ինչի։ Ավելի պայքարով դու հասնես քո նպատակին, քան թե որ Ալիևի կամ Թուրքի ասած անես։ Նմանություն է ուզում Արարատի պատկերից հրաժարվել, ինչ է կարծում։ Նույն պատճառը, որ պատճառով որ բանա պեչատից հանել են։ Էրդողանը չէր որ պահանջում էր որ հանենք զինանշանից Արարատը։ Լավ կլիներ մեկը իրան ու այդ թվում նաև մեր մոտ ով որ մեր իշխանություններին, մեր մեծերին տենց ասած լավ կլինի մեկը իրանց հիշացնի այդ անեկդոտը որ Լուսինը իխի չեք հանում ձեր տարածքում չէ դե հանեք էլի։ Իրականում ուղիղ այդպես ուղակի ձևով ինչ որ կետերով հրահանգներ կան Թուրքիայի կողմից թե չէ, մենք դա երբեք էլ չենք իմանա, որովհետև սովորաբար նման հանգամանքները լինում են փակ գաղտնի ձևով։ Ասենք հնարավոր է քվեական ինչ-որ պատգամավորներ կամ հենց ինքը նույն Նիկոլ Փաշինյանը ուղիղ WhatsApp-ի միջոցով գուցե շփվում է տարբեր պաշտոնյաների հետ Թուրքիայի եւ այնտեղից միտքը հուշում են։ Էականը դա չի։ Էականը այն է, որ իրենք մեծ խանդավառությամբ են դա անում։ Դեմ չեն դրան եւ այո, չի բացառվում, որ նույնիսկ ակնարկել չկա հակառակ կողմից, բայց իրենք պատրաստակամություն են հայտնում ցույց տալու, որ իրենք հանում են Արարատը, այլևս չեն համարում հայ ժողովրդի եւ հայ ազգի սիմվոլը։ Մոռանալը դա կորզանում է ազգին, չի կարելի ոչ մի բան մոռանալ։ Պետք է հիշեք դուք էությունը, գոյությունը եւ ինչի համար են պայքարել մեր նախնիները, մյուսները։ Ինչի պետք է մոռանալ։ Դուք կցանկանաք այսպիսի պատկերով ազնագիր ունենալ։ Չէ, չեմ ուզի։ Անկեղծորեն ասում չեմ ուզի։ Խիպդի ցանկանան մասից մեր անձնագրվից անեն կամ գերբի վրից անեն։ Ինչի համար։ Մերն է եղել։ Մերն է եղել։ Դեսեր գիտեք ինձ, ասեմ քեզ մարդիկ իրանց գրպանի համար կարող է ուրանան ամենաուժեղ սրբություններ։ Չես կարող ժխտել։ Այսինքն դիտավորել, որ Արարատը չերևա։ Չեմ կարող ասել ինչ գաղափար են դրել, բայց ամեն դեպքում ես ինքս համարում եմ, որ դա պատմական Հայաստանի լեռ է եղել, թե հիմա իշխանությունը ինչ դիրքորոշում ունի, դա ինձ թվում է ինչ-որ գաղափար դրել են տակել, բայց կոնկրետ այս իրադարձության վերաբերել ավելի բան չեմ կարող ասել, մինչև չուսումնասիրեմ։ Լավ կլինի այդքան չվախենան, որտեվ մենակ վախն է երևում։ Խաղաղությունը չեն մուրում, նվաճում են ու պիտի լինի մենակ մեր հաղթանակով։ Բայց իհարկե եթե ունենանք 10-ով էլի արժանապատիվ ղեկավարներ, մի հոգի չի, մի կանիսն են, ու որ առաջինը իրենց ժողովրդի շահերը պաշտպանեն։